Սարիկը ինքն իր քաղաքական գերեզմանը կառուցեց։ Ոչ միայն ներողություն խնդրի ամբողջ հայ ժողովրդից, այլ նաև պետք է դիմում գրի, հրաժարվի ու առհասարակ այլևս չմասնակցի որևէ քաղաքական process-ի։ Ադրբեջանական կողմի քաղաքական ճնշումներն են դա բաց տեքստով են ասում, պետք է փոխել սահմանադրությունը, հրաժարվել անկախության հռչակը։ Մեր դեմ կռվում է, մենք պետք է հանձնենք, որպեսզի կռիվ չլինի։ Չի աշխատում այս մեխանիզմը։ Սկսեցին կրակոցներ, Ալիևը ու մյուսները ուղիղ տեքստով հայտարարում են, ասում ասա, որ հրաժարվելու է անկախության հռչակագրից։ Այստեղ հիմնական պայքարողը ուղղակի Արցախի դեմ Նիկոլն է, որ լեգիտիմ չի այս հարցերը բարձրացնելու համար, որովհետև ինքը 21 թվականին ընտրվել էր, որ հայերին վերադարձնել Շուշի եւ Հադրութ, հիմա ասում է Արցախի էջը փակված է։ Մեզ հակադարձում դեսել տանք հանգիստ ապրենք, ամեն տվացից հետո ավելի դժվար է վերականգնել այն կորցրածը։ Ողջույն, պատմական շաբաթն է եթերում եւ Մարտական եղբայրության քաղաքական խմբի անդամ Մասի Շիրոյանի հետ քննարկելու ենք շաբաթվա կրկին ամենակարևոր իրադարձությունները։ Իսկ ամենակարևորներից նախ առանձնացրել ենք Գյումրիի դիմընտրությունները։ Մի օր մնաց ու իրականում շատ տխուր պատկեր ունենք մեր երկրորդ քաղաքում։ Ես չեմ արարել, նստել եմ, փորձել եմ ուսումնասիրել դեբատներ, ինչ են տեղի ունեցել Գյումրու ընտրությունների ընթരാճ։ Դաժան, ես ամբողջը չկարողացա։ Մի քանիսն էի, որ զուսպ էր իրենց դրսևորում, ֆորմատին լավ ծանոթացել էին, աղմուկ չէին բարձրացնում ու իրենց խոսքը ասում էին, բայց հիմնականը, երբ որ բովանդակության մեջ ենք փորձում խորանալ, բովանդակությունը հետևյալն էր, որ այս մարդիկ դեռ չեն պատկերացնում, որ մեծ հաշվով գոյություն չունի սովետական միությունը։ Ու իրենք խոստումներ են տալիս սովետական միության տրամաբանության մեջ, այսինքն կասենք, կսարքենք գործարաններ, կսարքենք, չգիտեմ, շենքեր կսարքենք, կապահովենք, կաղետի գոտին կվերացնենք, ընկերներից կասեմ, ներդրումներ կանեն, գործարաններ կսարքեն, այս մակարդակի վրա էր, իրենք չեն հասկանում ինչ բան է քաղաքային կառավարում, քաղաքի կառավարումը, շատ դեպքերում անբովանդակ խոսակցություններ ու բացի հետ էլ, այսինքն այն կարևոր հարցերը, որոնք որ վերաբերում են Գյումրուն, դրան չանդրադարձան, որովհետև մեզ բոլորից հայտնի է, որ Գյումրին մշակութային քաղաք է, Հայաստանի մշակութային կարելի ասել մայրաքաղաքն է, ու մեծ սպորտային մայրաքաղաքն է Հայաստանի Հանրապետության։ Այս երկու թեմաներին առհասարակ անդրադարձ չեղավ։ Չեղավ նաև անդրադարձ, թե ինչպիսի ենթակառուցվածքներ պետք է զարգացնել, որ քաղաքը համաչափ զարգանա, օրինակ տրանսպորտի հետ կապված ինչ լուծումներ են իրենք առաջարկում, լուսավորության հետ կապված ինչ լուծումներ են առաջարկում։ Ինձ համար ամենասարսափելին Արցախի մասին հնչած Սարիկի արտահայտություններ, ԿՊ-ի Սարիկի։ Սրան առանձին եմ ուզում անդրադառնալ, որովհետև ես առհասարակ ընդհանուր եմ նայում բացառությամբ Սարիկի։ Սարիկը աններելի մեղք է գործել այդ բանավեճի ժամանակ, երբ որ հայտարարեց, որ Արցախը լավ տեղ չէ, հետո ինքն իրեն ուղղեց ու վախեցավ արդեն Արցախ բառն օգտագործի մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ էր սկսում օգտագործել, դա էլ արդեն պարզ է, չէ, ինչի համար է անում, որովհետև չնեղացնի նախ իր քաղաքական ղեկավարին Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև չնեղացնի իրենց ընդհանուրի քաղաքական հայր կոչված Ալիևին, որովհետև արդեն ակնհայտ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հովանավորը դարձել է Իլհամ Ալիևը։ Հիմա ինչ տեղի ունեցավ, ինքը հայտարարեց, որ Արցախը վատ տեղ էր ու գյումրիեցիները գումար էին տալիս, որ կամ իրենց երեխաները չծառայեն, կամ ծառայելու դեպքում չհայտնվեն Արցախում։ Նախ Սարիկը սրանով հանցագործության մասին հաղորդում տվեց, այսինքն որ բանակում տեղի են ունեցել process-ներ, որ կոռուպցիոն սխեմաներ են տեղի ունեցել, որին ինքը ծանոթ է ու որի մասին ինքը չի խոսում։ Այս առաջին մասով, երկրորդ մասով ինքը իր սեփական համաքաղաքացիներին, համերկրացիներին ամենավատ ձևով է բնորոշում ու նաև այն մարդկանց, ովքեր որ նույն Շիրակից, նույն Գյումրուց, ովքեր որ գնացել են ծառայել են Արցախի Հանրապետությունում, ծառայել են, լավ են ծառայել, թե զինվորներ, թե սպաներ, բազմաթիվ են եղել, նու թվով, քանի որ երկրորդ քաղաքն է, թվով երկրորդն են իրենք Արցախում ծառայողները։ Կամավոր պատերազմի ժամանակ կամավորներ են բազմաթիվ եղել, թե առաջի պատերազմի, թե 16 թվականի, թե 20 թվականի պատերազմի ժամանակ, 23 թվականին են նաև այնտեղ բազմաթիվ ծառայողներ են եղել, ովքեր որ տեղափոխված են եղել, սպա են որպես ծառայության են եղել։ Այս մարդիկ
բազմաթիվ տղաներ վիրավորվել են, զոհվել են, ու այս մարդիկ առհասարակ այսօրվա կյանքում գոյություն ունեցող մարդիկ են, ում ունեն ընտանիքի անդամներ, հասցեատերեր ունեն։ Այս հարցը երբ որ ինքը բարձրացնում է, ինքը ուղիղ կպնում է այսօրվա ապրող մարդկանց էմոցիաներին, այսօրվա ապրող մարդկանց արժանապատվությանը ու ազգայինին է կպնում։ Թշնամանքեր հմեկի եթերով իշխանական տեխնացուի կողմից սեփական ժողովրդին թշնամական խոսքեր, դավաճանական, թշնամական, սրանից հետո Սարիկը պետք է ներողություն խնդրի, ոչ միայն ներողություն խնդրի ամբողջ հայ ժողովրդից, այլ նաև պետք է դիմում գրի, հրաժարվի ու առհասարակ այլևս չմասնակցի որևէ քաղաքական process-ի։ Սարիկը ինքն իր քաղաքական գերեզմանը կառուցեց։ Կարծում եմ այստեղ շատ մեծ թեմա կա, որին հետո առանձին կանդրադառնանք, որտեղ շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, դա հայաստանցիներ, ղարաբաղցիներ այդ տհաս թեզի խորացումն է, որ շարունակվում է ներկայիս կառավարության ջանքերով, ատելություն սերմանելով մեր հայրենակիցների նկատմամբ։ Բայց ես այդպես լավատես չէի լինի, թե Գյումրիի ընտրություններում Սարիկը փոքր հնարավորություն ունի, որովհետև վերլուծաբանները առհասարակ նշում են, որ իշխանությունները այստեղ հատկապես մեծ եռանդով են գործադրելու այն նույն սխեման, որ աշխատեց Վանաձորում, երբ ընդդիմադիր որևէ տեխնացու շահում է ընտրությունների արդյունքում, սակայն կառավարությունը բոյկոտում է եւ հնարավորություն չի տալիս իրական քաղաքային կառավարում իրականացնել։ Տեսանք, որ Վանաձորում օրինակ, պարզ կենցաղային օրինակ, ավտոբուսներ էին նվիրել եւ այդ ավտոբուսները էլեկտրական էին, դրանք եթե չես լիցքավորում, լիցքաթափում առհասարակ փչանում են եւ այդ ավտոբուսները գործադրելու համար մեկ նիստ չէր գումարվում եւ այդպես չգիտենք էլ փչացան, չփչացան, այդպես կանգնած են։ Այս թեմային շահկապվում է նաեւ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի այս շաբաթ պատգամավորական մանդատից զրկվելու որոշումը։ Հովիկ Աղազարյանը SMS էր ստացել եւ չէր ենթարկվել խնդրանքին Փաշինյանի եւ վայր չէր դրել պատգամավորական մանդատը, որի արդյունքում տեսանք, որ սկսեցին հետապնդել նրան մանր եղջերավորների գործով, հետո առգրաված հեռախոսի միջից շատ հետաքրքիր ինչ-որ մանրամասներ դուրս եկան, որտեղ 60-ից պատգամավորին մեղադրում էին զուգահեռաբար 3 տղամարդկանց հետ սեռային հարաբերությունների եւ տարօրինակ անտանելի մանրամասներ դուրս եկան, թե ինչու էդ էլ արդեն ոչ ոք չհասկացավ, ամենայն հավանականությամբ ուղղակի վարկաբեկելու համար։ Եվ այս ամբողջ գործընթացը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Հիմա արդեն ակնհայտ է, որ Փաշինյանը ուզում է մեն իշխանություն հաստատել։ Ինչու՞։ Որովհետև Փաշինյանը պատկերացնում է ու ռեալ ինքը գիտակցում է, որ այլևս ինքը Հայաստանի Հանրապետությունում իշխանություն չի։ Տեսնում է իր հնարավորությունները, իր ռեյտինգը, ինքն էլ է ամենայն հավանականությամբ հարցումներ իրականացնող կազմակերպությունների պատվեր տվողներից մեկը։ Ինքը գիտակցում է, որ հա մյուսների համեմատ քաղաքական ուժերի համեմատ ինքը ունի ավելի մեծ ռեյտինգ, բայց գումարային իր ռեյտինգը 11% է։ Ինքը հասկանում է, որ հողը ոտերի տակից փախնում է ու փորձում է ուժի միջոցով պահել իր իշխանությունը։ Հիմա մենք փաստացի տեսնում ենք, որ նույնիսկ մեկ դրվագում, երբ որ մեկ պատգամավոր ուղղակի փորձես չի ենթարկվել, ի վերջո եղավ են ինչ որ ուզում էր։ Մենք տեսնում ենք դա, հետևողականորեն նա անում է։ Բայց զրկելուց պատգամավորական մանդատ զրկելուց շատ ԿՊ պատգամավորներ, բազմաթիվ պատգամավորներ շատ նուրբ ձևի պաշտպանում էին Հովիկ Աղազարյանին։ Եվ մեղադրում դատախազությանը անհիմն մեղադրանք առաջադրելու համար։ Այսինքն սա եւս ցույց է, որ ԿՊ-ի ներսում որոշակի խմորումներ են տեղի ունենում ու նաեւ Գյումրու ընտրությունների դեբատների ժամանակ էլ որոշակի երևաց, երբ որ ապրելու երկրի տեխնացուն Սարիկ Մինասյանն ուղիղ հարց տվեց, պարտվելու դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանություն, դուք շարունակելու եք մնալ ԿՊ կազմում։ Ամեն կերպ հարցից խուսափեց, որովհետև ակնհայտ էր հարցի պատասխան չեն մնալու։ ԿՊ նավը խորտակվում է, մարդիկ փորձում են պաշտպանություն գտնել, ապահովություն գտնել, ու նաև ԿՊ պատգամավորները, իսկ Նիկոլը դա զգում է, դա տեսնում է։ Ամենայն հավանականությամբ իրենց թիմի ներսում, երբ որ շաբաթը 1-2 անգամ հավաքվում են ԿՊ գրասենյակ կոմունիստներ են հրավիրում, այնտեղ ավելի բաց խոսում են միմյանց հետ ու երևում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխանություն չունի այլևս Հայաստանի Հանրապետությունում, այլ մեծ հարց է ԿՊ-ի ներսում ինքը ունի այն իշխանությունը, ինչը որ ուներ, ենթադրենք սրանից 2 տարի առաջ, 5 տարի առաջ։ Լավատեսորեն տրամադրվենք, թե այդպես է։ Անցյալ շաբաթ հիշեցնենք, որ Ադրբեջանը ողջ շաբաթ ասաց, թե մեր կողմից իրենց ուղղությամբ կրակահերթեր են եղել, իսկ այս շաբաթ իրականում
կրակահերթեր եղել են ադրբեջանական կողմից մեր ուղղությամբ։ Ողջ շաբաթ հարավարևելյան սահմանագծի մեր գյուղերի բնակիչները վկայում էին, որ գիշերը մոտավորապես ժամը 10-ից սկսվում էին եւ 3-ի կողմերը ավարտվում էին։ Կարծես ռեժիմով իրենց նկատմամբ տերոր էր իրականացվում, սակայն Պաշտպանության նախարարությունը հետևողականորեն լռում էր այդ մասին։ Նախարարին ուղիղ հարց տվեցին լրագրողները եւ նախարարը ասաց, որ հարկ չեն համարել, որովհետեւ մեր ուղղությամբ չեն արձակված եղել կրակահերթերը, թեպետ գնդակներ գտնվել են մեր տների տանիքներում։ Հիմա այս ամենը երբ որ ներկայացվում է, որ դե լավ, ինչ եք խոսում, քաջաբար ենք տրամադրված, մենք հո այդպես մանր-մունր բաների համար աղմուկ չենք բարձրացնելու, ես ուղղակի զուտ ուզում եմ հիշեցնել։ Սա վախկոտության նշան չի։ Մենք ուղղակի իրերը կոչում ենք իրենց անուններով, որովհետև Ադրբեջանը մեր նկատմամբ իրականացնում է ագրեսիա։ Եվ այդ ագրեսիայի մասին բարձրացնելը վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք պաշտպանել, լռել, թաքցնել։ Մեր նկատմամբ կրակում են, մենք ասում ենք, չէ, այդպիսի բան չկա, դե լավ, դե։ Եվ ի դեպ, մի բան էլ ավելացնեմ, Facebook-յան որոշ, այսպես ասած, ազդեցության գործակալների ցանց կա, սկսեցին մեղադրել գյուղերի բնակիչներին, թե ինչու եք խոսում։ Դա մեր ռազմական գաղտնիքն է, ինչ եք ասում, հայը միթե այդպիսին է, մենք ինչ է վախեցել ենք, չէ, չենք վախեցել։ Խնդիրը այդ չի։ Խնդիրն այն է, որ սա քարոզչական պատերազմի գործիք է, որը Ադրբեջանը շատ լավ օգտագործում է չունենալով, մենք չենք կրակել իրենց ուղղությամբ։ Իրենք ասում են, թե կրակել ենք։ Իրենք հող են նախապատրաստում, որ մեզ մեղադրեն։ Իրենք կրակում են, մենք ձայն չենք անում։ Ջայլամի քաղաքականությամբ չենք տեսնում, հետևաբար իրենք էլ մեզ չեն տեսնում, իսկ մարմինը ամբողջ մնում է կրակահերթի տակ։ Սրանից մի շաբաթ առաջ, երբ որ Ադրբեջանն էր հայտարարում, որ հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, հայկական կողմը կրակում է, զրպարտում էր հայկական կողմի, բնականաբար մերոնք այդ ժամանակ էլ պատասխան չտվեցին, նորմալ պատասխան չտվեցին, ընդհանրապես պաշտպանության նախարարությունը հայտարարություններ արեց, որ չկա նման բան, բայց մեր արտաքին գործերի նախարարությունը, մեր բանակցող կողմը առհասարակ սրա հետ կապված լուր էր։ Հիմա երբ որ կրակում են Հայաստանի ուղղությամբ Վարդենիսից մինչև Սյունիք ընկած հատվածում հրադադարի ռեժիմը խախտում են ու կան վնասված տանիքներ, հայտնաբերված գնդակներ, այս ժամանակ մեր պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմի վրա չի կրակվել։ Երկու կողմ կա, կամ հայկական կողմի վրա է կրակվում, կամ Ադրբեջանի վրա։ Ադրբեջանական քարոզիչները սա ծաղրանքով էին վերաբերում մեզ նյութերին ու ասում, դե անցած շաբաթ մենք փաստորեն ճիշտ էինք ասում։ Հայերը պնդում են, որ իրենց վրա չեն կրակել, կրակոցներ եղել են, հետեւաբար կրակոցները Ադրբեջանի ուղղությամբ են եղել, ինչը նույնպես սուտ է, այսինքն հայկական կողմը չի կրակել, բայց այս պարագայում նաև հետաքրքիր է մեր արտաքին գործերի նախարարության լռությունը, Փաշինյանի լռությունը, ինչպես նաև գլխավոր դերակատարի այստեղ նաև կարևոր անձ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որի մասին շատ դեպքերում լռում են, բայց մենք բոլորս հիշում ենք, ով է Մհեր Գրիգորյանը։ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Մհեր Գրիգորյանը այն ազգային համաձայնության կառավարություն էր ձևավորվել Դաշնակցության, ԲՀԿ-ի, ՔՊ-ի միջև, նախարարներ էին նշանակվել եւ փոխվարչապետի մանդատ էր ստացել ԲՀԿ մանդատով Մհեր Գրիգորյանը։ Հետագայում Մհեր Գրիգորյանը իբր թե դուրս եկավ ԲՀԿ-ից, մենք դա լավ գիտենք ԲՀԿ-ն ում ստեղծած կուսակցություններ, այս բան երբ որ փոխհրաձգություն երկրորդ եւ երրորդ նախագահների միջև այդ ամեն ինչն է լավ տիրապետում, ով ում մանդատով հայտնվեց իմիջիալոց ընդդիմադիրներից ոչ մեկ չի անդառնում Մհեր Գրիգորյանին, չգիտես ինչու, անձեռնմխելի անձ է, այսինքն ՔՊ ամբողջ այդ կառավարության անդամներին կարող են թիրախավորել կոնկրետ հարցեր ուղղել, բայց Մհեր Գրիգորյանին ընդդիմադիրներից որևիցե մեկը դուրս չի գալու ու այս հարցերը չի տալի։ Ըստեյության վերջին շաբաթներին կարծես անհետացած լինեն։ Հա, բայց Մհեր Գրիգորյանը սահմանազատման հանձնաժողովի նախագահն էր, այսինքն այդ կարևոր բանակցություններ վարողներ հայկական կողմից։ Կենտրոնական ֆիգուր, որ անընդհատ Փաշինյանից ավելի շատ է ինքը սահմանում գտնվել, բնականաբար Փաշինյանի ցուցումով, բայց ուղիղ բանակցություններ վարող գործիչը Մհեր Գրիգորյանն է եղել, որի մասին չեն խոսում ու Մհեր Գրիգորյանը որևիցե հայտարարություն չարեց։ Սահմանազատման էր գնում, խաղաղության էր գնում։ Ուր է այդ խաղաղությունը։ Սենց են գնում խաղաղության։
ու երբ որ ասում են հիմա հիշում եք նաև որ 20 թվականից հետո Փաշինյանը եկավ հայտարարություններ արեց, ասեց մենք իջացնում ենք Արցախ նշաձողը, որպեսզի գնանք խաղաղության ու այդ նշաձողը իջացնելը կամաց բերեց ոչ միայն Արցախի նշաձողի իջացման, արդեն բերել է Հայաստանի Հանրապետության նշաձողի իջեցման, որովհետև նշաձողը Արցախի իջացրեցին ու Արցախը հանձնեցին սկուտերի վրա մատուցեցին Ադրբեջանին։ Այնինչ 2021 թվականին ՔՊ-ն ձայն էր ստացել այն բանի համար, որ ինքը խոստացել էր, որ ամեն ինչ անելու է ու հայերը վերադառնալու են Շուշի եւ Հադրութ։ Իսկ ի պատասխան դրա արդյունքում ստացանք, որ 23 թվականին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում Արցախը հայաթափվեց, որի ժամանակ Նիկոլի կառավարությունը ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չմասնակցի Արցախի հայ բնակչության պաշտպանությանը։ Ու դա որակեցին, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում պատերազմի, որովհետև փորձում են Հայաստանի Հանրապետության ներքաշել պատերազմի մեջ, սակայն Հայաստանի Հանրապետությունը չի ներքաշում պատերազմի մեջ։ Հիմա նաև սրանից էլ է հարց առաջանում։ Դուք ասում եք խաղաղության համաձայնագիր ենք ստորագրում։ Եթե դուք չեք ներքաշվել պատերազմի մեջ, ինչ խաղաղության համաձայնագիր եք դուք ստորագրում։ Փաշինյանը նաև հայտարարեց, չէ, ազգային ժողովից եկավ, այս վերջում հոխորտած, ասեց Արցախի էջը փակել ենք։ Սա այս ամբողջ նույն տրամաբանության մեջ է, այսինքն երբ որ կրակոցներ կան, ադրբեջանական կողմի քաղաքական ճնշումներն են, որ հողի վրա է ինքը փորձում ցույց տալ, որ պետք է հրաժարվել անկախության հռչակագրից, իրենք դա բաց տեքստով են ասում, պետք է փոխել սահմանադրությունը ու հրաժարվել անկախության հռչակագրից։ Զուգահեռաբար Ալիևը ֆաշիստ է կոչում հայերին շարունակաբար մի հարցազրույցի ընթացքում 15-17 անգամ ֆաշիստ է կոչում մեզ։ 11 անգամ կոչել է թշնամին, ուղիղ։ Այո։ Եվ իրենց այդ վերլուծաբան համարվողներն էլ, որ բնականաբար առանց պաշտոնական թույլտվության չեն կարող կարծիքներ արտահայտել, շտապեցնում են, թե Հայաստանը պիտի արագացնի գործընթացներ, որովհետև իրեն օդու ջրի պես անհրաժեշտ է այս խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, որ արդեն դարձավ համաձայնագիր, իսկ դրան հասնելու համար բնականաբար իրենց այս փաթեթը պահանջների պիտի կատարվի։ Այսինքն պիտի հրաժարվենք անկախության հռչակագրի հղումից, սահմանադրությունը պիտի փոխենք, պիտի հարմարացնենք, պիտի իրենց այդ վտարանդիները, թե փախստականները, որ ինչ-որ շատ ուռճացված թվեր են ներկայացնում, նրանք էլ վերադառնան։ Իդեպ այդ մասին էլ հետաքրքիր լուր ստացանք այս շաբաթ։ Թուրքիայում հավաքագրում են Թուրքիայի քաղաքացի ադրբեջանցիներին։ Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահը հայտարարեց, որ նախատեսում են Իգդիրում ֆորում անցկացնել, որ ներգրավեն այնտեղի ադրբեջանցիներին իրենց խոսքով արևմտյան Ադրբեջան, այսինքն բուն Հայաստան վերադառնալու համար։ Սա փակում է կարծես այն հարցը, որ մենք դրել էինք, թե 300,000 որտեղից են գտնելու, որպեսզի վերադարձնեն, եւ փաստորեն Թուրքիայի քաղաքացիների միջոցով կարողանում են լուծել եւ բերել այստեղ այդ թվականակով մարդիկ։ Բայց բաց է թողնում մեկ ուրիշ հարց։ Այս նույն իրավունքը օգտագործելով իրականում Սփյուռքի մեր հայրենագիցները, որոնց նախնիները բնականաբար ունեն այդ իրավունքը վերադառնալու իրենց հողերը, իրենց երկիրը, կարող են նույն պահանջը ներկայացնել։ Կարող են ներկայացնել ու պետք է ներկայացնել ու պետք է ներկայացնեին, բայց նաև պետք է ներկայացնեին 94 թվականից սկսած, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հաղթած կարգավիճակում էր մինչև 2020 թվականը, ու ինչու՞ չէ նաև այսօր, որպեսզի ցույց տանք, որ մենք դեռ սուբյեկտ ենք, պետք է ներկայացնենք նաև մեր պահանջները, որովհետև Ադրբեջանի Հանրապետությունում մինչև պատերազմը մոտ կես միլիոն հայ ապրել, որոնք որ ունեցել են սեփականություն, որոնք որ ունեցել են բիզնեսներ, ու նաև փոխհատուցման հարց պետք է բարձրացնել, այսինքն իրենց արած գործողությունները պետք է համապատասխան արձագանք ունենան ու նույն գործիքակազմով մենք պետք է իրենց դեմ կռիվ տանք, այսինքն երբ որ քո դեմ կռվում են, մենք միշտ այդ ենք ասել, երբ որ մեր դեմ կռվում են, կռվին կռվով է պետք պատասխանել, ոչ թե կռվին հանձնվելով։ Փաշինյանից արած գործողությունները հիմա անընդհատ հետևյալն է։ Մեր դեմ կռվում են, մենք պետք է հանձնվենք, որպեսզի կռիվ չլինի։ Չի աշխատում այս մեխանիզմը։ Սրանից առաջ էլ ասացի, որ ասում են իջացնենք նշաձողը, իջացնենք սրանից հրաժարվենք, նրանից հրաժարվենք, անընդհատ հրաժարվում ենք, ու այդ ձեր պատկերացրած հանգիստ վիճակը չկա։ Կրակոցներով փորձում են Փաշինյանին ճնշել, որովհետև Փաշինյանը հարցազրույց տվեց, ասեց, որ 27 թվին կփոխի սահմանադրությունը, նկատի ունենալով հռչակագիրը նաև ուղիղ չասեց, դրանից հետո սկսեցին կրակոցներ, Ալիևը
ու մյուսները ուղիղ տեքստով հայտարարում են, ասում ասա, որ հրաժարվելու է անկախության հռչակագրից։ Դրանից հետո ազգային ժողովում Փաշինյանը սկսեց ասել, որ Արցախի էջը փակված է։ Ինքը հող է նախապատրաստում, որ հաջորդիվ կանգնի ասի, որ պետք է հրաժարվել այս հռչակագրից, որովհետև նրան այնտեղ կա գրված Արցախի հարց ու ինչ ասեց։ Բանավեճի հրավիրեց իբր թե նախկին նախագահներին, որոնք որ իբր թե հրաժարվում են ու կամ հրաժարվում են, չգիտեմ, բայց ախր դες պետության հարցը նախագահների հարցը չի նախկին նախագահների։ Սա հայ ժողովրդի հարցն է։ Ղարաբաղյան շարժումը դա ոչ թե նախագահների կազմակերպած շարժում է եղել, դա հայ ժողովրդի կազմակերպած շարժում է եղել։ Հայ ժողովուրդը միասնական դուրս է եկել ու հաստատել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Սա հաստատել է։ Միացում, չէ, մինչև Արցախի եւ Հայաստանի վերջնական միացում։ Լոզունգները տևյալն են եղել։ Գնացել են դրա համար, կրվել են, հաղթել են, ձեռք են բերել հաղթանակ, Արցախը պահել են հայկական։ Սենց է եղել։ Ու հայ ժողովուրդը դրա հակառակը չի արել, այսինքն ինքը ձևավորել է շարժում, մի անգամ հաստատել է, որ Արցախը ինքը Արցախից չի հրաժարվում ու հաջորդիվ դուրս չի եկել։ Հաջորդիվ եղել են դեպքեր, երբ որ ռազմական գործողություններ են եղել, հայ ժողովուրդը նույն ձև միահամուռ կերպով ամբողջ հայությամբ, ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հայությամբ դուրս են եկել եւ ցույց տվել, որ իրենք հավատարիմ են Արցախին։ Այսինքն, ստեղ հիմնական պայքարողը ուղղակի Արցախի դեմ Նիկոլն է, որը որ լեգիտիմ չի այս հարցերը բարձրացնելու համար, որովհետեւ ինքը 21 թվականին ընտրվել էր, որ հայերին վերադարձնել Շուշի եւ Հադրութ, հիմա ասում է Արցախի էջը փակված է։ Ինքը նրա համար է քվե ստացել, ինքը քվե չի ստացել, որ գա այս ձևի հայտարարություններ, բա Իսկ 18-ին ինքն ասել է, որ երբ պատրաստ լինի որևէ նախագիծ, ես բերելու եմ այստեղ ժողովուրդ, այս հրապարակում, մենք բոլորս միասին ենք որոշելու Արցախի հարցը, այսպես լուծենք, թե այնպես լուծենք։ Իսկ հիմա կանգնում է եւ հիստերիկ ձևով խորհրդարանի բեմից գոռում, թե ես փակում եմ։ Մարտական եղբայրություն միաբանությունը իր հավատարմությունն է հայտնում անկախության հռչակագրին, եւս մեկ անգամ հաստատում է, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, դա մեր պետության ծննդյան վկայականն է։ Դրանից հրաժարվելով մենք հրաժարվում ենք գոյություն ունենալուց։ Այսինքն դրա փոխարեն մեզ տրվել է մահվան վկայական, այսինքն այնպիսի վկայական, որը որ տրվեց Արցախին։ Դրա համար մենք հավատարիմ ենք անկախության հռչակագրին։ Մենք դեմ ենք նոյեմբերի 9-ին, ասում ենք, որ դա օր առաջ պետք է չեղարկվի այդ պայմանագիրը կամ Հայաստանի Հանրապետությունը պետք է հետ կանչի ստորագրությունը։ Ու սրա շուրջ մենք պատրաստ ենք երկխոսելու, համագործակցելու, միասին գործ անելու թե քաղաքական ուժերի հետ, թե անհատների հետ։ Մենք բաց ենք, բաժանորդագրվեք մեր Facebook-յան էջին, Telegram-յան ալիքին, բաժանորդագրվեք մեր Patreon-ին, փորձեք ձեր փոքրիկ լուման ներդնել մեր գործունեության մեջ, որպեսզի մենք հաջորդիվ ավելի շատ կարողանանք խոսել, ավելի շատ կարողանանք գործ անել։ Եթե նկատել եք, մարտական եղբայրությունը միայն խնդիրներ չի բարձրացնում, այլ առաջադրում է շատ որոշակի լուծումներ։ Այս լուծումները իրականացնելը բարդ է եւ բավական շատ ռեսուրսատար։ Մենք սպասում ենք նաեւ, որ դուք կարևորելով այս խնդիրների լուծումը պիտի միանաք մեզ։ Երբ որ մենք ասում ենք պետք չի ինչ-որ մի բան զիջել, իսկ մեզ հակադարձում են դեսել տանք հանգիստ ապրենք, ամեն տվացից հետո ավելի դժվար է վերականգնել այն կորցրածը։ Այսինքն որ կետում մենք կարողանանք պահել, հետո ավելի հեշտ է լինելու մեր խնդիրները։ Այսինքն ինչքան քիչ բան զիջենք, այնքան ավելի շատ ենք հաջորդիվ հեշտ ենք գործ անելու։ Որովհետև դժվարացնում են այս ամեն մի զիջում, սա հետո մենք հետ ենք բերելու, բայց սրանք արժանալու են թե ժամանակ, թե մարդկային կյանքեր, թե մարդկային ճակատագրեր, ինքը դժվար է լինելու, հեշտ չի լինելու։ Բայց զիջելն ու հրաժարվելն էլ ավելի շատ մարդկային կյանքեր են արժանալու։ Նայեք Սիրիային, պատկերացրեք, թե ինչ կարող է լինել Հայաստանի Հանրապետության հետ 21-րդ դար, երբ որ ասում են, դա ոչինչ չի նշանակում, ուժի իրավունքը վերականգնվել է։ Որպես օրինակ կարող ենք հիշել այն գյուղերի բնակիչների մտավախությունները, որոնք արդեն գրաված, վերջին 4 տարիներին գրաված բարձունքներից մնացել են ուղիղ նշանակետի տակ։ Այս շաբաթ ավարտվում են գարնանային արձակուրդները եւ ծնողները մեծ մտավախություն ունեն երեխաներին ինչպես են ուղարկելու դպրոց, երբ դպրոցը ընդամենը մի քանի մետրի, ուղիղ հեռահարությամբ 50 մետրի, որոշ դեպքերում մի քիչ ավել, մի քիչ պակաս թիրախում է։ Իդեպ,
Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Սա իհարկե չի նշանակում, թե այդպես միանգամից կարող է դա իրականանալ, տարիների, գուցե տասնյակ տարիների աշխատանք է, այդ մասին վկայում է աշխարհի փորձը, բայց ճուշացավ Ռուսաստանի արձագանքը։ Մենք տեսնում ենք արևմտյան երկրների կործանարար ազդեցությունը եւ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որ երբեմն ոչ հազվադեպ մեզ համար հարցեր է առաջացնում։ Այս երկու գործոնների պատճառով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի խմբում համագործակցությունը կանգ է առել, հայտարարեց Մարիա Զախարովան։ Պաշտոնապես հնչեց նաեւ Երակողմ համագործակցության հնարավորինս շուտ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ողջ Հայաստանի հետագա զարգացումը։ Եվ մինչ Եվրոպայից չեն շտապում այս գրկաբաց ընդունել, Ռուսաստանն էլ այսպես ասում է, որ պիտի շատ շտապ կողմնորոշվենք, Օվերչուկն ասեց երկու աթոռի չեք կարող նստել, շտապ մտածեք, թե այս կողմ է, թե ԵՄ, այսինքն ԵԱՏՄ, թե ԵՄ։ Մենք կարծես փակուղու առաջ ենք։ Չէ, իրականում փակուղու առաջ չենք, իրականում դասական օպերացիան է տեղի ունենում, այսինքն իրենք նոր սցենար չեն էլ մտածում։ Որոշակի վտանգներից առաջ միշտ Հայաստանում հայտնվում են իշխանության հովանավորչությամբ, այսինքն դուստր կազմակերպությամբ իշխանության քարոզություն է տեղի ունենում, որ Հայաստանում կա հակառուսականություն, իդեպ մարտական եղբայրության շատ դեպքերում մեղադրում են հակառուսականության մեջ, բայց մենք միշտ շեշտում ենք, մենք որևիցե հակա չենք, մենք անկախականներ ենք ու հա Ռուսաստանի քաղաքականությանը բազմաթիվ անգամներ քննադատում ենք, շատ կոշտ ձև ենք քննադատում, բայց սա չի նշանակում, որ մենք հակա ենք ինչ-որ մի պետության, մենք այս պահին հակա ենք Ադրբեջանին, որով մեր դեմ ուղիղ պատերազմ է վարում։ Մնացած առումներով մենք կարող ենք քննադատել թե Ռուսաստանին, թե Ամերիկային, թե Ֆրանսիային, ովքեր որ մեր հարցերով մասնակից են եղել, խառնված են եղել, բայց սա ինչ է անում։ Ռուսաստանի ձեռքերը լվանում են, այսինքն մեղքը Ռուսաստանի վրայից հանում են, որ հետագայում եթե լինի էսկալացիա Ադրբեջանի կողմից որոշակի գործողություններ, ասեն դե հայ ժողովուրդը գնաց Եվրամիության կողմը, դրա համար Ռուսաստանը չօգնեց, մի բան Ադրբեջանին օգնեց, որ Ադրբեջանը Հայաստանին պատժի, բայց սա այսպես չի գործում, սա ուղղակի քարոզչական բլեֆ է։ Սա իրականում ակնհայտ է, սա մի քանի անգամ են արդեն իրենք գործարկել ու Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը առհասարակ Ռուսաստանի դեմ ոչինչ չեն անում։ Հարցն այն չէ, ինչ են խոսում, հարցն այն է, որ մեր տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են, առևտրաշրջանառությունը գնալով շատանում է, մեծանում է։ Հետևաբար չեն կարող ասել, թե ինչ որ չափով այս ուրիշ վեկտոր ենք վերցնում, ինչպես Իմիջիայլոց մենք մեր պատկերացումներ ունենք, մենք առհասարակ սխալ ենք համարում որևիցե վերպետական ինտեգրացիաների։ Այո, մենք սխալ ենք համարում մեզ պահին գտնվել նաև ԵԱՏՄ-ում, բայց դա չի նշանակում, որ մենք կողմ ենք օրինակ ԵՄ-ում գտնվելուն, չէ։ Օրինակ մեր հարևան պետությունները Ադրբեջանը, Վրաստանը, նրանցից ոչ մեկ որևիցե ինտեգրացիայի մեջ չկա, բայց նույն կերպ է կարողանում, կարելի ասել նույն ծավալի առևտրաշրջանառություն ունեն, միգուցե որոշ դեպքերում նաև ավել նույն Ռուսաստանի հետ եւ նույն Եվրամիության հետ, որը որ իրենք չի խանգարում։ Այսինքն մենք ուղղակի մեր առաջ սահմանափակումներ ենք դնում, լինելով ինչ որ ինտեգրացիաների մեջ, որտեղ որ մեր ազդեցությունը շատ փոքր է իրականում։ Շատ դեպքերում մեզ ասում են, այ օրինակ մեր պատկերացրած մաքսային քաղաքականությունը ինչպիսին պետք է լինի, այս պահին մենք չենք կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մեր Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականությունը մշակվում է Մոսկվայում։ Այն ժամանակվանից, երբ որ 13 թվականին Սերժ Սարգսյանը մի գիշերով մեջ ստորագրեց ու Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ։ Այդ ժամանակ մեր ընկերներից մարդիկ են եղել, ովքեր որ դատապարտվել են, նույն Շանթ Հարությունյանի հետ կազմակերպված արժեքների հեղափոխության հիմնական ուղղությունը հենց այս էր, այսինքն պետք չի անկախությունը զիջել, պետք չի մտնել որևիցե միության մեջ։ Դրա արդյունքում դատապարտվեցին մեր Ավետիս Ավետիսյան, մոտ 4 տարի 4 ամիս նստեց Շանթը, դրանից ավել ու էլի բազմաթիվ ընկերներ նստել են հենց դրա համար, բայց այդ ժամանակ էլ հայ ժողովրդի հիմնական մասը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա նույնպես այս ամեն ինչը տեղի ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հաշվին։ Եվ այդտեղ շատ կարևոր է, երբ որ ռուսները նշել են, որ ճանապարհների ապաշրջափակում, այս ճանապարհների ապաշրջափակում, լոգիստիկ
չգիտեմ, լոգիստիկան վերականգնել, չգիտեմ, ապրանքաշրջանառություն, բան։ Սա դուք հասկացեք, որ ասում են միջանցքը պետք է բացվի։ Սա էս է նշանակում։ Ռուսաստանն ասում է, որ իմ խավորությամբ պետք է գործի Հայաստանի տարածքով այդ միջանցք ասված է։ Ու միջանցքն մի տեղից, չի մի քանի տեղից է, ամեն կերպ փորձում են Հայաստանին ամենավատ տարբերակով միջանցք առաջարկել Սյունիքով, այսինքն Հայաստանը բաժանել երկու մասի։ Ռուսական վերահսկողությամբ։ Սա գեղեցիկ գծված օպերացիա ռուսների եւ մեր տեղի իշխանությունների հետ միասին, որին նաեւ մասնակից են պարլամենտական ընդդիմությունը, որը ոչ մի ձայն չի անում այս կապակցությամբ, սրա հետ կապված ոչինչ չեն խոսում։ Ոչինչ։ Այդ առումով սիմվոլիկ շաբաթ էր։ Այս շաբաթ կարևոր տարեդարձ ունեինք։ 105 տարի առաջ մարտի 27-ին Արշավի Շիրակյանը գնդակահարեց Վահե Իսհանին։ Սա մի մարդ էր Եսայան ազգանունով, որ կազմել եւ թուրքերին էր տվել Կոստանդնուպոլսում ապրող հայ մտավորականների ցուցակները։ Հետագայում հենց այդ ցուցակներով տներից հավաքվեցին եւ գնդակահարվեցին հայ մտավորականները։ Պատասխան են տալու, ես վստահ եմ, պատասխան են տալու նաեւ այսօրվա հայ դավաճանները։ Բնականաբար պատասխան են տալու։ Եթե սրանից 105 տարի առաջ գոյություն չուներ արդեն, կարելի ասել, հայկական պետականությունը, մի քանի ամիս դեռ շարունակեց գոյությունել, բայց դա շատ խարխլված Որևէնյան Հայաստանում, իսկ Արևմտյան Հայաստանում ամբողջությամբ օկուպացված էր Թուրքիայի կողմից, ներկայիս Թուրքիայի։ Այդ ժամանակ մարդիկ ինքնակազմակերպվեցին ու ստեղծեցին այդ Նեմեսիսը, որը որ սկզբից լուծեց հայ դավաճանների հարցերը, հետո թշնամի կազմակերպիչների հարցերը, բայց այսօր մենք ունենք անկախ հանրապետություն։ Ճիշտ է, խարխլված է պետական կարգը, կառավարումը այս պայն գտնվում է ոչ կոմպետենտ, ոչ ճիշտ մարդկանց ձեռքին, դավաճանների մի մասը սրանցից դավաճաններն անկախ ամեն ինչից վերականգնվելու Հայաստանի Հանրապետության լիարժեք անկախություն, այս մարդիկ պատասխան են տալու անկախ Հայաստանի դատարաններում, որպես պետական դավաճաններ կանգնելու են ու ամենախիստ պատիժն են ստանալու։ Այստեղ անմեղության կանխավարկած չկա, որովհետև իրենք բազմաթիվ անգամներ իրենց հայտարարություններով իրենց դեմ ցուցմունքներ են տվել։ Այսինքն իրենք ընդունել են իրենց դավաճանությունը, իրենք ընդունել են իրենց մեղքը, մնում է դատարանը վճիռ կայացնել։ Այստեղ քննելու շատ բան չկա։ Գործը շատ է լինելու։ Եթե դուք ձեզ տեսնում եք այս ամենի մեջ, եթե ձեր երազանքն է ապրել այն Հայաստանում, որ պիտի վաղը բերենք մեր ձեռքերով, եւ դուք ուզում եք դրանում մաս ունենալ, ուրեմն իմացեք, որ այստեղ հաստատ ձեզ համար էլ գործ կգտնվի։ Սպասում ենք ձեզ։ Լավ։